Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Արցախի հերոս, ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի մոր Նազենի Տերտերյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Տերտերյան հրավեր ընդունելու համար, ուրախ ենք ձեզ տեսնել տաղավարում, ինչպես նաև շնորհավորում ենք միասյակի կապակցությամբ։ Ես նույնպես անչափ շոյված եմ ձեր այս գունեղ տաղավարում ինձ հյուրընկալելու համար, առավել եւս մեկամսյակի շրջանակներում եւ առիթից օգտվելով ես ինքս նույնպես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության եւ նրա սահմաններից դուրս ապրող բոլոր հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Տիկին Նազենի, Ալեն Մարգարյան բարեգործական հիմնադրամը արդեն 5 տարի եւ ավել գործունեություն է ծավալում եւ այսպես հետեւելով ընթացքին տեսնում ենք, որ տարբեր նախաձեռնություններ բարբերաբար թե դպրոցներում, եւ հիմնականում դրանք ուղղված են կարծես կրթական, այսպես ու արվեստին եւ հասարակության շրջանում հետաքրքրվածությունը խթանելուն արվեստի նկատմամբ։ Ու թիրախային լսարանը դպրոցահասակ երեխաներն են ավելի շատ։ Ուզում եմ մի փոքր պատմեք նախ նորությունների հետ կապված առաջիկայում ինչ նախաձեռնություններ կան եւ ինչու հենց կրթության ոլորտը։ Հարցերի հրաշալի մի ծաղկե փունջ է կարծես, որոնց ես հերթով եւ հաճույքով ու սիրով կպատասխանեմ։ Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ի պատիվ որդուս, Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ, երիտասարդ գիտնական, մանկավարժ, դասախոս, ռեժիսոր, գրող եւ վերջապես մեծ մարդասեր Ալեն Մարգարյանի պատվին։ Ալենը 21-ամյա երիտասարդ էր, որ կրթության, գիտության, արվեստի եւ մշակույթի մեծ ջատագով էր։ Եվ դրա վառ ապացույցն է անկախ իր 21-ամյա երիտասարդ տարիքից թողած հետագիրը, թողած հսկայական ժառանգությունը, որով էլ ապրում եւ մխիթարվում է ընտանիքը։ Եվ քանի որ Ալենը մեծ գրքասեր էր, ընթերցասեր եւ խոնարհվում էր կրթության ու գիտության առջև, ուստի եւ Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը որոշեց կյանքի կոչել կրթամշակութային ուսումնադաստիարակչական մեծ ու փոքր նախագծեր։ Դրանց շարքում են Իմ ընկեր Ալենը ընթերցանության համադպրոցական մրցույթը, Ալենի 3 հեքիաթների հիման վրա բեմադրված դետեկտիվ Ալենը ներկայացումը տիկնիկային, որ շուրջ 3 տարի է գերագույն բավականություն է պատճառում թե մեծերին, թե փոքրերին։ Այդ հսկայածավալ նախագծերից է ընթերցասերի պուրակի հիմնումը, գրքասերի քանդակի տեղադրումը, Ալեն մոլորակը մեր մոլորակում դասասենյակի կյանքի կոչելը, որ նմանը չունի հանրապետությունում, Ալենի հեքիաթի հիման վրա բեմադրված մի հսկայական մեգանախագիծ, որ մշակութային բոլորովին նոր խոսք էր մեր իրականության մեջ, դեկտեմբերին նախորդ տարվա մենք ունեցանք պրեմիերա Սառցե շոու, որը խթանում էր հայ գեղասահորդների աշխատանքը։ Բազմաթիվ են այն ծրագրերը, որոնք կյանքի է կոչում Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը այս 5 տարիների գործունեության ընթացքում։ Կարող եմ նաև առանձին անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին եւ հպարտությամբ պիտի ասեմ, որ լինելով կրթասեր Ալենի հետևորդները մեր երիտասարդները ոգեշնչվում, մոտիվացվում են Ալենի օրինակով եւ անկախ սոցիալական հնարավորություններից փորձում են գնալ կրթության եւ գիտության ճանապարհով, իսկ մեր ընտանիքը փորձում է իր համեստ լուման ներդնել նրանց ուսման վճարները վճարելու, կրթաթոշակներ տրամադրելու հարցում բազմաթիվ այլ օժանդակությունների ձևով։ Տիկին Նազենի, հետաքրքիր է, հատկապես դպրոցահասակ ավելի ցածր, երեխաների շրջանում այսպիսի մի խնդիր կա, որ մեծ մասամբ ամեն դեպքում այդպես հետաքրքրված չեն ընթերցանությամբ ու մեծահասակների շրջանում այսպիսի խոսք կա, այս սերունդը չի սիրում կարդալ, գիրք կարդալ։ Այդ ձեզ ինչպես է հաջողվում դպրոցահասակ երեխաներին ներգրավել այսպիսի մրցույթներում ու հետաքրքրվածություն, սերմանել ընթերցանության գրքերի նկատմամբ։ Եթե մեկ բառով պատասխանելու լինեի ձեր հարցին, ապա պիտի ասեի, որ մեզ մոտ դա ստացվում է փառահեղ։ Եվ իհարկե այդ ճանապարհին
շատ մեծ օգնական է հենց Ալենը իր օրինակով, իր կերպարով, իր տեսակով։ Ալենով ոգեշնչվում են, Ալենով մոտիվացվում են, Ալենին ուզում են նմանվել, Ալենյան արժեհամակարգով եւ գաղափարախոսությամբ ուզում են շարունակել իրենց հետագա կյանքը։ Եվ այդ ճանապարհին կարդում են, ընթերցում են, հետաքրքրվում են եւ ես ստիպված եմ լինում հաճախ ձեռնոց նետել այդ մտքին, թե այս սերունդը չի կարդում։ Իրականում այո, բավականին գայթակղիչ աշխարհում ենք այսօր գտնվում, նորագույն տեխնոլոգիաների դարում, գadgetներ, սմարթֆոններ, հեռախոսներ, որոնք խլում են երեխաների ուշադրության եւ ժամանակի մեծ մասը։ Սակայն մենք ունենք հրաշալի ընթերցասեր սերունդ եւ դրա վառ ապացույցն են թվերը, որը ես ձեզ հիմա կներկայացնեմ։ Երրորդ տարին է անընդմեջ մենք կյանքի ենք կոչում Իմ ընկեր Ալենը համադպրոցական ընթերցանության մրցույթը, որը ամբողջ հանրապետության մասշտաբով է եւ անգամ հանրապետության սահմաններից դուրս մեզ միանում են on-line տեսակապով։ Եվ եթե առաջին տարին ծրագրին մասնակցեցին 2000 ընթերցող, ապա նախորդ տարին այդ թիվը հնգապատկվեց։ Մենք ունեինք պաշտոնապես գրանցված 10,000-ից ավել մասնակից ընթերցասեր, պատանիներ ու աղջիկներ, որոնք բոցավառված էին գրքի նկատմամբ սիրով, ընթերցանությամբ, ուստի եւ մենք հրաշալի սերունդ ունենք, բայց պիտի գտնենք դեպի նրանց սիրտը տանող ճանապարհը, որն էլ անում ենք բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր կյանքի կոչելով։ Հետաքրքրվածությունը այդ ծրագրերի նկատմամբ հետաքրքրին ինչպիսին է, շատ են այսպես ցանկացողները, որպեսզի օգտվեն, ներգրավեն այս ծրագրերում։ Այո, շատ են, եւ մենք հնարավորինս փորձում ենք նպաստել գրքերի նվիրատվությամբ։ Արդեն 5-րդ տարին է Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը թե մարզային գրադարաններին, թե համայնքային, թե մշակութային օջախների գրադարաններին եւ դպրոցական գրադարաններին նվիրաբերում է մեծաթիվ քանակությամբ գրքեր, որpիսի դարձյալ նպաստենք, որ սերունդը կարդա, քանի որ Հետո դրանք Ալենի հենց գրքերն են, այդպես անձնական գրապահարանից են տրամադրվում։ Ալենի գրապահարանը անձեռնմխելի է, քանի որ դրանցից յուրաքանչյուր էքսպոնատը ինձ համար մասուկ է կարծես, հիշատակ Ալենից եւ Ալենի մասին վկայող։ Սակայն մշտապես նամակագրական կապի մեջ եմ տարբեր դպրոցների, գրադարանների հետ, մեզ դիմում են խնդրանքով, որպիսի հնարավորինս աջակցենք հարստացնելու իրենց գրադարանները գրքերով եւ ես յուրաքանչյուր դիմողի հետ կազմում եմ իրենց հետաքրքրող ցանկը գրքերի, պարտադիր կերպով ներգրավում են նաեւ Ալենի մասին պատմող Բոլորիս Ալենը գիրքը, ինչպես նաև Ալենի ստեղծագործությունները, հեքիաթները, որոնք ներգրավել են Բոլորիս Ալենի հեքիաթները գրքում, որն ի դեպ կրթության նախարարի հրամանով որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ է ճանաչվել եւ կիրառության մեջ է դրվել հանրապետության տարբեր դպրոցներում։ Տիկին Նազանի, հետաքրքիր է, թե այս երկխոսությունը ինչպես է ստացվում, օրինակ նախարարության կամ դպրոցների հետ շատ են խոչընդոտները, թե լեզու գտնելը հեշտ է ստացվում։ Հանուն արդարության պիտի ասեմ, որ անկախ խոչընդոտներից, բարդ ու փշոտ ճամփեքից, բայց ստացվում է համագործակցության եզրերը, կարծում եմ երկկողմանի գիտակցում ենք, որ այն աշխատանքը, այն վեհ գաղափարը, որին լծված է Ալենի ընտանիքը, Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը, ամեն ինչ արվում է ի նպաստ մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության։ Ուստի երբ նպատակդ ազնիվ է, գաղափարդ վեհ է, ճանապարհի խոչընդոտները աստիճանաբար հարթվում են։ Համագործակցում ենք կրթության նախարարության հետ շրջաբայրականի տեսանկյունով, երբ դիմում ենք նախարարությանը, որպիսի համադպրոցական մրցույթի շրջանակներում նախարարությունը իր ենթակայության դպրոցներին շրջաբերական նամակ ուղարկի, որով ինֆորմացվի, դպրոցները ինֆորմացվեն ընթերցանության մրցույթի մասին։ Այսքանով նախարարության հետ մեր համագործակցությունը ավարտվում է։ Խոչընդոտներից խոսեցինք, ես գիտեմ, որ հատկապես այդ
բարդ է եղել քանդակի հետ կապված այդ ճանապարհը միջև կարողացել եք ցանկալի արդյունքի, այսպես ասած, նպատակին հասնել։ Ուզում եմ փոքր նաև դրա մասին պատմեք, փակագծեր, այսպես ասած, բացեք։ Այո։ Չնայած որ ֆանտաստիկ արդյունք ունեցանք եւ Երևանի սրտում Օղակաձև զբոսայգում հիմնվեց ընթերցասերը պուրակը, որտեղ տեղադրվեց գրքասերը քանդակը։ Դա ձոն էր գրքասերին ողջ աշխարհում, քանի որ քանդակին այցի են գալիս եւ պուրակում իրենց ժամանցն են կազմակերպում ինչպես քաղաքի, մեր հանրապետության բնակիչները, այնպես էլ զբոսաշրջիկները ամբողջ աշխարհից։ Մշտապես Երուսաղեմի մեջ է ընթերցասերի պուրակը, որովհետեւ քանդակին այցի են գալիս, այնտեղ նկարվում են, միջոցառումներ են կյանքի կոչում, մանկապարտեզներ, դպրոցներ, զարգացման կենտրոններ։ Մենք ստեղծել ենք հրաշալի մի հարթակ, որտեղ իրականում կրթադաստիարակչական շատ հետաքրքիր միջոցառումներ են կյանքի կոչվում։ Սակայն ցավով պիտի նշեմ, որ այս ճանապարհը հեշտ չէր։ Շուրջ 2 տարուց ավել կարելի ասել պայքար է մղվել տարբեր ուժերի դեմ, որպիսի կյանքի կոչվի այս հրաշալի նախագիծը, որը իսկապես հարստացրել է մշակութային ժառանգությունը եւ նվեր է եղել ամբողջ հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Այո, բավականին բարդություններ եղան, սակայն կարողացանք հիմնավորել, որ մեր նպատակը իսկապես մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության ազնվագույն գործն է, որ կատարված աշխատանքը ի նպաստ է դրվելու մեր երկրի հզորացման, քանի որ ինչպես Ալենն էր սիրում ասել, կիրթ եւ գիտակից քաղաքացին է հզոր պետության հիմնակարը։ Ուստի եւ ինչ մասնագետ էլ որ երեխաները որոշեն դառնալ, նրանք միևնույն է պիտի կարդան։ Իսկ ավելի հոյակերտ քանդակ եւ ձոն գրքին եւ ընթերցանությանը չէր կարող լինել, քան հավաքական կերպարը գրքասերի, որով էլ մենք հարստացրինք մեր մշակութային ժառանգությունը։ Նաև գիտեմ, որ այսպես շատ այդ ընթացքում, քանդակի հետ կապված տարաձայնություններ են նաև եղել քաղաքապետարանի, հետ կապված այսպես բարդ ճանապարհ է եղել։ Ինչն էր հիմնական, այսպես ասած, նրանց ինչու այն ընդդիմանում հետաքրքիր է։ Իմ սրտի շատ ցավոտ կետին առնչվող հարց բարձրացրիք։ Մինչ այսօր ես երբևէ որևէ կետում չեմ բարձրաձայնել այդ մասին, բայց միգուցե եւ ժամանակն է։ Իսկապես խորացավով պիտի ասեմ, որ խոչընդոտում էին ոչ թե պետական մարմինները, այլ խոչընդոտ հանդիսացան թվով 100 հերոսացին ծնողներ, հերոսների ընտանիքներ, ի զարմանս ինձ։ Ինչու՞, ինչ են նրանք այսպես պատճառաբանում։ Գիտեք, չգիտեմ էլ որքանով է նպատակահարմար փակագծերը բացել, բայց յուրաքանչյուր արարքի հիմքում կամ բարի կամքն է, կամ հակառակը։ Ցավոք այս պարագայում չարակամությունն էր, երկար չմտածելը, միգուցե նախանձը, միգուցե խանդը, սակայն անհիմն, որովհետև երբ մեր ընտանիքը կյանքի կոչեց այդ գաղափարը, դրանով չխոչընդոտեց ոչ մի ծնողի կյանքի կոչելու իր սրտի ցանկությունը։ Եվ ի զարմանս ինձ 100 հերոսացին ծնողներ, որոնք հանդես էին գալիս ընդդիմադիր դաշտում, իբր հավաքվեցին եւ բողոք նամակ էին գրել հնարավոր բոլոր պատկան մարմինները։ Հանրապետության վարչապետի վերահսկողության ծառայություն, Երևան քաղաքի քաղաքապետին եւ տարբեր ատյաններ։ Սա ընդհանրապես ժամանակի տեսանկյունից հետաձգեց վեհ գաղափարի կյանքի կոչելը։ Սակայն նորից եմ ասում, երբ նպատակը ազնիվ է, գործդ արդար, դու կարողանում ես այն կյանքի կոչել անկախ խոչընդոտներից։ Եվ ինձ համար ցավ էր, երբ Երևանի քաղաքապետը ինձ հրավիրեց իր մոտ զրույցի եւ ասաց, որ հերոսացին ծնողներն են խոչընդոտ հանդիսանում քանդակի տեղադրմանը, պատճառաբանելով, թե իբր խախտվում է հավասարության սկզբունքը։ Չնայած ես որքան էլ ուզեցի փնտրել,
Հասկանալու համար, թե որտեղ է այդ անհավասարությունը, այնուամենայնիվ չգտա։ Նախ առաջինը մենք չէինք կանգնեցրել Արցախի հերոս Ալեն Մարգարյանի քանդակը։ Մենք կանգնեցրել էինք գրքասերի քանդակը, որը նորից եմ շեշտում հավաքական կերպար է եւ այդ քանդակի մեջ յուրաքանչյուր ծնող կարող է տեսնել իր ընթերցասեր զավակին, յուրաքանչյուր մանկավարժ կարող է տեսնել իր ընթերցասեր աշակերտին։ Եվ արդեն ուզում եմ իմանալ, թե առաջիկայում ինչ նոր նախաձեռնություններ, հետաքրքիր ծրագրեր ունեք հիմնադրամի շրջանակներում։ Մեծ ուրախությամբ եւ նաեւ հպարտությամբ պիտի ասեմ, որ մեգա նախագծերից էր նաեւ Ամանորին կյանքի կոչված լեգենդ Ամանորյա կախարդանքի մասին Ալենի հեքիաթի հիման վրա բեմադրված հսկայական սառցե շոուն, որին մասնակցում էին թե հայ գեղասահորդները, թե նաեւ պրոֆեսիոնալներ աշխարհի տարբեր երկրներից։ 3000-ից ավել հանդիսատես բարեգործական հիմունքներով տարբեր թիրախային խմբի սոցիալական շերտերի ներկայացուցիչներ կարողացան վայելել Ամանորյա այդ հեքիաթը, որը սեր, բարություն, լույս եւ ներողամտություն էր սփռում եւ պրոպագանդում։ Առաջիկայում մեր ծրագրերից է նաեւ Ալենյան կրթահամալիրի կյանքի կոչելը, որովհետեւ Ալենը ընդունվելով Բոստոնում Հարվարդի համալսարան 2 մագիստրոսական ծրագիր կյանքի կոչելուց հետո երազում էր վերադառնալ եւ Հայաստանի Հանրապետությունում ներդնել բոլորովին նոր կրթական համակարգ, որով հայ երեխաները պիտի մրցունակ լինեին աշխարհի տարբեր զարգացած համալսարաններում։ Հուսանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող այդ կրթահամալիրում կսովորեն ալենցիները, կպրոպագանդվի Ալենյան գաղափարախոսությունն ու Ալենյան արժեհամակարգը, որով էլ կնպաստենք մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ազնվագույն գործին։ Արդեն ինչ-որ քայլեր ձեռնարկվում են այս ուղղությամբ, թե դեռ քննարկումների փուլում է կրթահամալիրի հետ կապված։ Ոչ, քանի որ նախագիծը իրականում մեգա նախագիծ է, այն 20000 քառակուսու վրա կառուցվող դպրոց է եւ դպրոցը պիտի կառուցվի Դեֆանս թաղամասում, ուստի եւ թաղամասի հետ համահունչ պիտի կառուցվի եւ ժամանակի խնդիր է միայն։ Իհարկե, արդեն գնում են շինարարական աշխատանքները։ Այսինքն թույլտվությունը կա։ Այո, կա։ Այո, կա թույլտվությունը, համալիրը կյանքի կկոչվի եւ մոտապագայում դռները կբացի մեր դպրոցականների առջեւ։ Հետաքրքիր է գործելու է ավագ դպրոցի այսպես ֆորմատով, թե տարբեր տարիքային խմբերի երեխաներ կարող են հաճախել։ Քանի որ այն կրթահամալիր է, ուստի իր մեջ կներառի թե տարական, թե միջին, թե ավագ դպրոցը։ Տարբեր տարիքային խմբեր։ Տարբեր տարիքային խմբի աշակերտներ կկարողանան հրաշալի պայմաններում իրենց ուսումնառությունը ստանալ։ Տիկին Հազարի հետաքրքիր այսպես երկար խոսեցինք մրցույթների, հա, ընթերցության հետ կապված այդպես խթանման մասին, ընթերցասիրությունը, հետաքրքիր է օրինակ մրցույթների հաղթողները, հա, ինչ այսպես խրախուսանքի են արժանանում ու արդյոք կա այդ մրցույթների համար հատկացված ֆոնդ։ Շատ լավ հարցեր։ Երեխաները բոլորը հետաքրքրված են մրցանակային ֆոնդով, դա եւս նպաստում է ընթերցանությանը։ Այո, բնականաբար յուրաքանչյուր մրցույթ պետք է ունենա իր տրամաբանական ավարտը եւ երեխաները պիտի խրախուսվեն տարբեր մրցանակներով։ Եվ քանի որ մրցույթը ինքնին ինքնատիպ էր, ուստի եւ մրցանակային ֆոնդը նույնպես պիտի լիներ նմանը չունեցող։ Ու մենք որոշեցինք, քանի որ Ալենը սիրում էր ճամփորդել, ուստի եւ կյանքի կկոչի մեր աշակերտների, պատանիների ու աղջիկների երազանքը ճամփորդելու եւ Grand-Prix հաղթողները ստանում էին ճամփորդություն, ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ, Աբու Դաբի քաղաքները շրջագայության իրենց ընտանիքի անդամների հետ։ Առաջին հորիզոնականը գրավող մեր աշակերտները ստանում են 200,000 դրամ Ալենյան կրթաթոշակ, 150,000 երկրորդ տեղի մրցանակակիրները, 100,000 դրամ երրորդ տեղի մրցանակակիրները։ Ալենյան գաղափարախոսության կրողները ստանում են շրջագայություն մշակութային այց Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքներով՝ Դիցուք, Գյումրի, Դիլիջան։ Այս տարի կմտածենք, թե որ ուղղությունը նորից կընտրենք։ Ինչպես նաև
Խրախուսում ենք մեր մանկավարժներին, քանի որ առանց մանկավարժի աշակերտը չի կարող ինքնուրույն կերտել իր կյանքի ուղին, եւ Ալենը լինելով երիտասարդ դասախոս մանկավարժ շատ կարեւորում էր ուսուցչի դերը։ Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 5-ին մանկավարժի տոնին նվիրած մարզամերգային համալիրում շատ մեծ շոու մրցանակաբաշխություն է տեղի ունենում, որտեղ էլ խրախուսվում եւ մրցանակների հանձնման արարողությունն է տեղի ունենում։ Տեկին հիմնադրամի նախաձեռնությամբ։ Պարտադիր ֆինանսավորումը ամբողջ բոլոր նախագծերի կատարում է միայն բացառապես Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը, որտեղ բացառապես ընտանեկան ֆինանսներն են։ Երբևէ որևէ պարագայում չենք դիմել որևէ պետական յատյանների եւ չենք ստացել որևէ աջակցություն։ Սա շեշտում եմ հպարտորեն։ Նաև տեղեկացված եմ, որ բացի այսպիսի մրցույթներից Տիկին Նազերի հիմնադրամը մեծ ծավալով օգնություն է տրամադրում կարիք ունեցող ֆիզիկական խնդիրներ ունեցողներին, սրա մասին եւս այսպես մի փոքր խոսեիք, ինչ ծրագրեր կան սրա հետ կապված։ Կբարձրաձայնեմ պատասխանելով ձեր հարցին։ Եթե թերթենք Ալենի սոցիալական ցանցի էջերը, ապա կտեսնենք, որ այն հեղեղված է նվիրատվություններով, հաշմանդամություն եւ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին։ Ոստի եւ մեր ռազմավարության ծրագրերից էին նաեւ հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ընտանիքներին աջակցությունը։ Եվ յուրաքանչյուր անգամ մենք փորձում ենք աջակիցը լինել տարբեր բարեգործական միջոցառումների միջոցով, այցելություններով, մասնակցելով եւ նաեւ առանձին անհատների դիմում խնդրանքներին աջակցելով մեր համեստ լումաններ դնենք այն ընտանիքներին ի աջակցություն, որոնք ճակատագրի բերումով ունեն հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ, որովհետեւ գիտակցում ենք, որ բարությունը կփրկի աշխարհը եւ յուրաքանչյուրս մեր փոքրիկ լուման պիտի ներդնենք այդ ընտանիքների աջակիցը լինելու գործում։ Սրա համար եւս հատուկ ֆոնդ, այսպես ասած, առանձնացվում է կարիքավորների համար։ Պարտադիր կարգով, ինչպես նշեցի էլի, դարձյալ Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը տրամադրում է այդ ֆոնդը, որպիսի մի փոքր թեթևացնի այն բեռը, որ այսօր ցավոք սրտի ունեն հաշմանդամություն ունեցող ընտանիքները։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար, Տիկին Նազենի, հաճելի էր։ Հարգելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Արցախի հերոս ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի մոր Նազենի Տերտերյանի հետ։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար, կհանդիպենք։